Դրամապանակը, ուկրաինական հեքիաթ։ Լինում են, չեն լինում, մի մարդ ու մի կին են լինում։ Սրանք մի զույգ եզ են ունենում, իսկ հարևանը մի սայլակ։ Հենց որ կիրակի կամ տոն օր է լինում, որևէ մեկը վերցնում է եզներն ու սայլը, կամ եկեղեցի է գնում, կամ հյուր։ Իսկ հաջորդ կիրակի մյուսն է վերցնում։ Այսպես երկուսով էլ օգտվում էին։ Մի անգամ էլ կինն ասում է ամուսնուն. «Դու այդ եզները վաճառիր, մեզ համար ձի և սայլակ կգնենք և ինքներս կգնանք ուր որ ցանկանանք, թե չէ ինչի նման է, հարևաններն իրենց սայլակը չեն կերակրում, իսկ մեր եզներին կերակրել է հարկավոր»։ Դե ամուսինն էլ եզները ջրում է ու տանում։ Քշում է նրանց ճանապարհով ու տեսնում է, որ մի մարդ ձիու հետ գալիս հասնում է իրեն։ «Բարև»։ «Բարև»։ «Եզներն ուր ես տանում»։ «Վաճառելու»։ «Եկ եզներդ ձիու հետ փոխանակիր», ասում է գյուղացին։ Փոխանակեմ։ Եվ ահա եզները փոխանակում է ձիու հետ ու շարունակում ճանապարհը։ Տեսնում է դեմից մի մարդ է գալիս կովի հետ։ «Բարև»։ «Բարև»։ «Ձին ուր ես տանում»։ «Եզներս տանում էի վաճառելու և ահա փոխանակեցի ձիու հետ»։ «Եկ ձին էլ կովի հետ փոխանակիր»։ Փոխանակեմ։ Փոխանակում են ու գեղչուկը կովը քշում է։ Մեկ էլ տեսնում է, որ մի մարդ խոզ է բերում։ «Բարև»։ «Բարև»։ «Այդ կովն ուր ես տանում»։ «Եզներս տանում էի վաճառելու և ահա փոխանակեցի ձիու հետ, ձին էլ կովի հետ»։ «Կովն էլ խոզի հետ կփոխանակես»։ Փոխանակեմ։ Քշում է կովի հետ փոխանակած խոզը և մեկ էլ տեսնում է, մի մարդ ոչխար է տանում։ Ողջունում են իրար։ «Խոզդ ոչխարիս հետ փոխանակիր»։ Փոխանակեմ։ Հիմա էլ ոչխարն է քշում ու տեսնում, որ մեկը մի արու սագ է տանում։ Կանգնում զրուցում են։ «Ոչխարդ սագի հետ փոխանակիր»։ Փոխանակեմ։ Ու նորից առաջ է գնում, այս անգամ էլ սագի հետ։ Տեսնում է, մի մարդ աքլոր է տանում, նորից կանգնում զրուցում են։ «Սագը աքլորի հետ փոխանակիր»։ Փոխանակեմ։ Տանում է աքլորն ու տեսնում, որ մի մարդ ճամփի վրա մի դատարկ դրամապանակ է գտել։ Սա էլ է կանգնում և զրուցում են միասին։ «Ահա, ես դրամապանակ եմ գտել, աքլորը փոխանակիր դրամապանակի հետ»։ Փոխանակեմ։ Գեղչուկը դրամապանակը դնում է գրպանն ու գնում տոնավաճառ։ Քաղաք է մտնում, անհրաժեշտ է լինում լաստանավով գետակն անցնել, իսկ ինքը դրա համար բան չունի վճարելու։ Փոխադրողներն ասում են. «Գոնե այդ դրամապանակը տուր»։ Դե նա էլ տալիս է։ Իսկ այդտեղ ահա սայլորդներն են կանգնած լինում։ Հենց որ իմանում են, թե նա դրամապանակն ինչով փոխանակեց, սկսում են ծիծաղել։ «Ինչ է», ասում են։ «Դրա համար կնիկդ քեզ մի լավ չի հասցնի»։ Դե ոչինչ, կասի պիտի ուրախանալ, որ գոնե դու կենդանի վերադարձար։ Ու սայլորդները սկսում են գրազ բռնել, որ եթե իրոք կնիկն այդպիսի բան ասի, ապա սայլորդները նրան 12 սայլակ կտան, մտրակն էլ հետը։ Եվ ահա իրենցից մեկին ուղարկում են գեղչուկի մոտ։ Սա գալիս է կնոջ մոտ։ «Բարև»։ «Բարև»։ Դու ոչինչ չգիտես ծերուկիդ մասին։ Ոչ, չգիտեմ։ Նա եզները ձիու հետ փոխանակեց։
Դե լավ է, սայլակն էլ թանկ չի, մի կերպ յոլա կգնանք։ Ախր ձին էլ կովի հետ է փոխանակել։ Վայ, ավելի լավ, կաթ կունենանք։ Բայց կովն էլ խոզի հետ է փոխանակել։ Վայ, այդ նույնպես լավ է, խոճկորներ կունենանք։ Իսկ խոզն էլ ոչխարի հետ է փոխանակել։ Պակաս բան չի, գառնուկներ կունենանք, բուրդն էլ հետը, ես էլ մանելու բան կունենամ։ Ախր ոչխարն էլ արու սագի հետ փոխանակեց։ Այդ էլ մի բան է, փափուկ փետուր կունենանք։ Եվ սագն էլ աքլորի հետ փոխանակեց։ Այդ արդեն շատ լավ է, աքլորը ծեգի հետ կկանչի ու մեզ վաղ կարթնացնի աշխատանքի համար։ Իսկ աքլորը նա փոխանակեց դրամապանակի հետ։ Հիանալի է, ով ինչ վաստակի, մարդս լինի, ես, թե երեխաներս այդ դրամապանակի մեջ կդարսենք։ Իսկ դրամապանակը տվեց գետն անցնելու համար։ Ինչ կա որ, պիտի ուրախանալ, որ գոնե ինքը կենդանի վերադառնում է։ Եվ սայլորդները իրենց 12 սայլակն ու դեռ մտրակներն էլ հետը տալիս են օտարականին։